Շող միջև տեսանյութս նայելա, ասեմ, եթե ինչ-որ կասկածներ ունեք, որ երկրագունդը գունդ է, իր տեսքով կլոր է, ավելի լավ է ձեր ժամանակը խնայեք, մի նայեք, թերթեք անցեք, որտեղ անիմաստ կլինի։ Իսկ մնացածի համար երկու բան ունեմ ասելու, իմ նախորդ տեսանյութի հետ կապված այս տեսանյութը էս որ վերևում է հիմա։ Նա հայերենը իմ առաջ լեզուն չի, բայց այսքանը լավ գիտեմ, էլի։ Քիմիա ու թույն բառերը իրար ընդհանրապես հոմանիշ չեն։ Թույնը կարող է քիմիա է, բայց քիմիան թույն չի նշանակում։ Ընդհանրապես եթե տենց գնանք, ջունել է քիմիա, մենք էս ոտից գլուխ դուք էլ ես էլ սա այս ամեն ինչն շրջապատող սա քիմիա է։ Մեկնաբանություններից եմ մի քիչ նյարդայնացել ժողով։ Ուրեմն քիմիան թույն չի, ջունել է քիմիա։ Եթե դպրոց գնացել եք ժամանակին, կհիշեք, հուսով եմ, H2-ն ջրի քիմիական նկարագրությունն է։ Քիմիա է, ամեն ինչը քիմիա է։ Այսօր էդի անցանք, հասկացանք հուսով եմ։ Երկրորդը, իրոք կարծում եք, որ այս արքի զարգացած երկրում ամենաարագ տեմպերով զարգացող ընդհանրապես առաջի տեղում է երևի զարգացվածության մակարդակով 1.5 միլիարդանոց բնակչություն ունեցող երկրում այդքան բանը չեն հասկանում, դուք ձեր ասենք երկու հատ TikTok նայելով գիտունիք եք, այստեղ էլ սա դեբիլ են, էլի չեն հասկանում ու տենց թույն են դնում խանութներում վաճառում բացահայտ։ Ամբողջ աշխարհի զարգացած երկրներում այս ամեն ինչը կա։ Չգիտես ինչու մեր ժողովուրդն է սրան այդքան զարմանում։ Ես էլ երկրորդ անգամ եմ տեսանյութերի մեջ ներառում եմ։ Նորություն չի, սա օգտագործվում է։ Ես կարամ դրա կառուցվածքն էլ ասեմ ձեզ, ժողովուրդ, դա մագնեզիում է, երկաթ է ու մի քիչ էլ աղ է, ինչ որ կոնկրետ աղեր են օգտագործվում։ Իրար այդ քիմիական ռեակցիա տալի ու տաքացնում է ամեն ինչը։ Ինքը ընդհանրապես թույն չի, իր արտացոլած գազը, միակ գազը, որ ինքը արտահանում է, դա գոլոշին է։ Ու մի փոքր հիդրոգեն է, ջրածին է արտադրում, այդ էլ այնքան չնչին է, որ խոսքի հիդրոգենը ինքը կարող պայթյունավտանգ լինի, բայց ինքը այնքան չնչին է, որ ընդհանրապես վտանգ իրանից չի պարունակում։ Միակ վտանգը այն է, որ դու կարող ես ձեռը դնես վրան, ձեռը վառես, այրվածք ստանաս, դա է միակ վտանգը։ Եթե ինչ-որ բան կասկածում եք, մտեք ուսումնասիրեք, եթե ինչ-որ բան ուզում եք մտնել տենց կարծիք արտահայտեք, մի քիչ ուսումնասիրեք, մի քիչ տեղեկացված եղեք, էլ ես ըստ այս նկարը կդնեմ, այս նկարը սննդային արդյունաբերության մեջ, սննդային ինդուստրիայի մեջ թույլատրված պլաստիկի տեսակների գրադացիան արկավորումներն է 1-ից 7-ն է կարծեմ, ես նկար կգտնեմ, ստե միտեղ կտեղադրեմ 1, 2, 3, ամեն մեկը իր անունները ունի, այս գրադացիաներից 5-րդը ամենաանվտանգն է, ինքը կարա տաքացվի, իրան անգամ օգտագործում են միկրո ալիքային այդ վառարանների մեջ եւ այլն, կարա ջուր մեջը տաքացնենք ամեն ինչ, դա անվնաս է, ինքը այնքանով է վնասական, ինչքանով խոսքի օդը կամ արևի լույսը էլ 100% անվնաս չի։ Այս ուտելիքը ամենօրյա ուտելիք չի, սա հատուկ դեպքերում կարակ երբ որ ուրիշ տարբերակ չկա, այս ուտելիքը կարակ ուտեք, անգամ եթե ամենօրյա օգտագործվի, այդ վնասը չի պարունակում։ Այս 5-րդը դնում եք, այս նկարի մեջ 5-րդը։ Հիմա եթե ինչ-որ պլաստիկի տարակ կա ձեր մոտակայքում, մի հատ տակը նայեք կամ կողքերը միտեղ նայեք, գտեք այս եռանկյունին ու եռանկյունի մեջ թիվը։ Եթե չգտնեք, ուրեմն ամոթ այդ արտադրողին, ով որ այդ պլաստիկը արտադրում է, որտեղ սննդային ինդուստրիայի մեջ, սննդային արդյունաբերության մեջ անպայման պետքա նշվի։ Եթե սննդի մեջ պլաստիկ օգտագործում, պետքա նշվի իր կարգը։ 5-րդ կարգն անվնաս կարա տաքացվի, այն մնացածը ոչ մեկ չի կարա, չի թույլատրվում տաքացնել։